Բարի ողջուններ, Սեմ հղում ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես տեսնում եք, այսօր եկել եմ պինգվինիս հետ։ Շատ հաճախ ինձ տրվում է հարցեր, թե Անի ջան, ինչ է նշանակում պինգվինը, որ այդպես շատ ունեք։ Նախ ինքը իմ շատ սիրելի կենդանիներից մեկն է, իսկ պինգվինը ընտանիքում բերում է հաջողություն, սեր, երջանկություն, ջերմություն։ Եվ այսօր պետք է ասեմ մեր 2026 թվականի հորոսկոպը։ Երկվոյրագներ ջան, դուք աշխարհի թրական եւ լավ կենդանակերպի նշաններն եք, միշտ չարճարվում եք, այնպես ասած, որ ձեր մեկը երբեք երկուս չի լինում, բայց պետք չի վհատվել, 2026 թվականին դուք ունենալու եք մարտ, ապրիլ ամիսներին շատ մեծ հաջողություններ եւ այդպես կնքվելու է ամբողջ տարին, միայն թե ձեզ շատ խնդրում եմ, չվհատվեք եւ չհուսահատվեք ու հետևեք ձեր առողջությանը, իմ շատ սիրելի աղեղնավորներ ջան, դուք անընդհատ բողոքում եք ձեր կյանքից, ձեր բախտից, դժգոհում եք ամեն ինչից, սակայն պետք է ձեզ ասեմ, որ պետք չի վհատվել։ 2026 թվականը ձեր համար լինելու է հաջողության տարի, երջանկության տարի։ Պարզապես պետք է ամուր բռնեք ձեր երջանկությունից եւ հավատացեք, որ մարտ, ապրիլ ամիսներին ձեր մոտ լինելու է նոր գործնական հաջողություններ։ Շատ հաճելի է, որ այս տարի գնաք ճանապարհորդության, որովհետև այդ ճանապարհորդությունը կնքվելու է գործնական վերելքներով։ Շատ սիրելի կարիճներ ջան, դուք անընդհատ մտահոգ եք, անընդհատ մտազբաղ, անընդհատ աշխատում եք եւ ձեր իսկ մասին չեք մտածում։ Սիրելի կարիճներ ջան, բա ով պետք է ձեր մասին մտածի, մի քիչ հանգստացեք, սակայն պետք է ձեզ նույնպես ուրախացնեմ, որովհետև այս տարի ձեր համար լինելու է հաջողության տարի, իսկ սեպտեմբեր ամսին դուք ունենալու եք այնպիսի վերելք, որ երբեք չեք էլ կարող պատկերացնել, դուք ունենալու եք շատ մեծ գործնական հաջողություններ, դուք ունենալու եք անձնական կյանքում երջանկություն, միայն թե համբերեք եւ սպասեք մինչեւ սեպտեմբեր։ Իմ շատ սիրելի կշեռքներ ջան, ձեր մասին խոսք չկա, դուք միշտ ամեն ինչ ծանրութ հետև եք անում, սակայն պետք է ասեմ, որ չեք հետևում ոչ ձեզ, ոչ ձեր առողջությանը, ոչ էլ մտածում եք ձեր անձնական կյանքի մասին։ Այն կշեռքները, ովքեր ամուսնացած չեն, այս տարի կգտնեն իրենց զույգը, իսկ ամուսնացած կշեռքները կունենան շատ մեծ ֆինանսական հաջողություն, նոր գործընկերներ, նոր բիզնեսի ոլորտում հաջողություններ, մեքենաներ եւ բնակարաններ, սակայն պետք է ասեմ, որ սա տրվելու է ձեզ մի անգամ եւ